Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ մեզ հետ եք, շատ ուրախ եմ, որ ձեր անմիջական արձագանքները, ձեր խորհուրդները մեզ օգնում են եւ մենք դրանով հպարտանում ենք։ Չէ՞ որ այս հաղորդումը միայն եւ միայն ձեզ համար է, բարեկամներ։ Իմ ջերմ ողջույնները մեր սփյուռքահայ բարեկամներին, ովքեր մի քիչ ավելի ակտիվ են, միգուցե հեռու են երկրից դրա համար եւ իհարկե մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին եղեք առողջ եւ երջանիկ։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայկական ազգային խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այն ինչ մենք պատրաստվում ենք անել, այս գեղեցիկ ուտեստը ներկայացնել, մենք պատրաստվում ենք ներկայացնել իմ հյուրի միջոցով, իսկ իմ հյուրն է Աբովյանի կրթահամալիրի ուսանող Էվոյան Էդգարը։ Ողջույն Էվոյան։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ, տրամադրությունը ոնց է, բարձր է։ Նորմալ, հա։ Այսինքն նախադրյալ կա, որ ուտեստը որ պատրաստելու ենք, ավելի համեղ կլինի։ Համեղ, որ լավ տրամադրված լինենք։ Ինչքան լավ տրամադրություն, այնքան համեղ չէ։ Շատ լավ, ինչ ենք պատրաստելու, Էդգար։ Աղցան, լոբիով։ Եվ ինչ բաղադրություն ունի։ Անկույս, գազար։ Այո։ Չորացրած կանանչի, թարմ խառը կանանչի։ Այո։ Լավ, ինչ ենք անել։ Լոբին կտրատում ենք մանր զոհի գազեր։ Ինչ ես վստահելու ինձ։ Ես ինչու պիտի օգնեմ քեզ։ Սոխը կտրատեք։ Բոլորը ինձ սոխ են այն վստահում։ Սոխը կտրատեմ։ Ինչ ձևով կտրատեմ։ Բարակ։ Բարակ զողիկների, հա։ Ահա։ Իսկ դու ինչ ես անելու։ Ես լոբին կմանրացնեմ։ Լոբին նույնպես բարակ զողիկների ես կտրատում։ Անցնենք սոխի տապակմանը, հա։ Անցնենք տապակը լավ տաքացնենք, չէ՞։ Այդպես են սովորացրել։ Հա։ Հետո ձեթը լցնել։ ձեթը դաղել։ Հա։ Էդգար, ինչ պիտի անենք հիմա։ Սոխը դաղենք եւ մանրացնենք ընկույզը։ Խնդրեմ, սոխը դաղի եւ մանրանցրա ընկույզը։ Մանրացնենք ընկույզը։ Ընկույզն էլ մանրացնենք։ Այո։ Ավելացնենք գազարը։ Ավելի շուտ գազարն է, ինչպես դու ես ասում, տապակում, թե լոբին։ Գազարը։ Գազարը ավելի շուտ է տապակում։ Բա որ շուտ է տապակում, ինչ է սկզբից ասում։ Ինքը համընդհանուր փոխում է, իսկ լոբին ավելացնում ենք Լոբին քանի որ դու սկզբից ուզում էիր խաշեիր, այո, իսկ խաշած լոբին ավելի քիչ սննդարարվեք։ Չէ, ուրեմն սկզբից լոբին տապակենք, թե չէ տապակը համապատասխան վայրում կհայտնվի։ Հիմա խառնում ենք, չէ՞։ Այո։ Էդգարը չի վիրավորվում, չէ՞։ Չէ, ես ավելի շատ ձգտում եմ սովորելուն։ Ապրես դու։ Որ ավելի լավ խոհարար դառնա։ Ավելացնենք եւ քիչ ջուր։ Մի քիչ որ ջուր ավելացնենք, շոգեխաշման, այսպես եւ կծածկենք, չէ՞։ Այո, ծածկենք որ եփի։ Եվ մենք կզրուցենք դեսից դենից։ 2 րոպեն անցավ, բարեկամներ, տեսնենք թե ինչ ստացվեց Էդգարի այս Արդեն հոտը գալիս է, չէ՞։ Տես Էդգար, Արդեն գույնը պահպանվեց, տեսա։ Ավելացնենք մի քիչ աղ։ Իսկ ինչու են վերջում կամ ոչ սկզբից ավելացնում աղը, որպեսզի ընդհանուր համը պահպանի։ Որովհետև աղը իրենից ջրազատման խթանիչ է։ Պիտի որ այդ հյութերը մնան։ Գազարը, հա։ Ավելացնենք գազարը։ Եվ ունենանք երկգույնի աղցան գեղեցիկ, չէ։
Ծածկում ենք։ Ծածկենք եւ կտրատենք կանաչները, հա։ Կտրատենք, ես համքեղ վերցնեմ եւ Սամի, դու ինչ կվերցնես։ Ես կվերցնեմ ռեհանա Եվ համը։ մաղադանոս ուզես։ Մաղադանոսը որն է, գիտես։ Պետրուշկեն։ Ունեցանք 4 տեսակ կանաչի։ Հիմա տեսնենք իմ կտրատած կանաչին պիտի համով լինի, թե քո։ Ինչ ես կարծում։ Չգիտեմ։ Սա էլ այսպես։ Կարծես թե եւ հեծ։ Հա։ Մի հատ խառնենք։ Ավելացնենք կանաչները։ Սև տակդեղ։ Այո։ Սև տակդեղը լոբու հետ ավելի լավ է, համերգացնում է։ Եթե իրար հետ լավ են, ուրեմն թող լինեն միասին։ Կարմիր տակդեղ։ Իսկ կարմիր տակդեղը ոնց է։ Նորմալ, ինձ համար հաճելի։ Շատ լավ, շատ լավ։ Եվ չորացրած խառը կանաչ։ Չորացրած խառը կանաչի։ Խառնենք։ Որպեսզի համերը խառնվեն Եվ թողնենք քիչ տապակվի, համերը խառնվեն իրար եւ ավելացնենք կանաչին, թողնենք նույնպես քիչ տապակվի եւ մատուցենք։ մատուցենք։ Պատրաստենք նաեւ մատուցվող ափսեն։ Այո։ Այս մեծ ափսերը պիտի մատուցենք, չէ՞։ Ավելացնենք եւ կանաչին։ Ավելացնենք եւ կանաչին, բայց այս կաթարիչը կարծում եմ այստեղ էլ որ թողնենք։ Այստեղ։ Այսպես ես կպահեմ, որ քեզ չխանգարի։ Եղավ։ Տեսնենք ում կտրտած կանաչին է համար։ Տեսնենք ում կանաչին համ գտավ, ում կտրատած։ Այստեղ մեկ երկուսն է սեր։ Հա։ Հա։ Ինչի դու էլ էիր կտրատելիս լավ բաների մասին մտածում։ Հա։ Հա։ Ես ընդհանուր ինչ որ սնունդ պատրաստելուց ինչ որ ավելի շատ լավ բաների մասին եմ մտածում, որ սնունդը համեղ լինի։ Վերջ։ Հիանալի։ Դե կարող ես արդեն մատուցել։ Մատուցենք։ Մատուս։ Շատ լավ։ Ձևավորենք մեր հացով հայկական։ Հայկական հացով։ Սա նաև ասում ենք հացերի հաց։ Հացերի հաց։ Ճիշտ ենք ասում։ Այո։ Մի քիչ էլ այս կողմը կարմիր պղպեղ։ Այո։ Եվ մատուցենք։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ ստացվեց բարեկամներ եւ սկսնակ խոհարարի համար կարծում եմ բավարար որակով ստացվեց։ Շնորհակալություն Էդգար, ուզում եմ որ դու մի քո ցանկություն, ինչ ցանկություն ունես երիտասարդ խոհարարներին, միգուցե քո ընկերներին, միգուցե մեր հեռուստադիտողներին, ինչ ցանկություն ունես, խնդրեմ։ Առողջություն եւ երջանկություն։ Շփիտը նրանց դեմքերը չպակասի։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Էդգարին միասին աշխատելու համար եւ այս լավ աղցանը մեզ մատուցելու համար։ Ես ցանկանանք, որ նա ինչպես սկսել է, այդպես ողջավորությամբ, զբաղվել խոհարարությամբ, շարունակի այդպես եւ նորանոր ուտեստներ կարողանա հորինել նաեւ եւ ավանդական խոհանոցը զարգացնել։ Շնորհակալություն Էդգար, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կարծում եմ լավ սեզոնային այդպես աղցան ստացվեց, ուզում եմ, որ ձեր սեղաններին լինի միշտ ավանդական ազգային խոհանոցի ուտեստներ եւ այդ ուտեստները բերեն ձեզ երջանկություն։ Դուք լինեք միշտ առողջ եւ երջանիկ,
ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Աղցան, լուբի 200 գրամ, գազար 4 հատ, սող 3 հատ, սխտոր 1 բջեղ, ընկույզ 7 հատ, խառը կանաչի կես կապ, չոր կանաչի, ձեթ, աղ, կարմիր եւ սև պղպեղ։ Բարեախորժակ։